Միացյալ Նահանգների պետքարտուղարը Վաշինգտոնում ընդունել է Թուրքիայի արտգործնախարարին։ Ըստ պետքարտուղարության հաղորդագրության Մարկո Ռուբիոն Հական Ֆիդանի հետ հանդիպմանն Անկարային կոչ է արել աջակցել Ուկրաինայում եւ Հարավային Կովկասում խաղաղությանը։ Դիվանագետների օրակարգում են եղել անվտանգության եւ առևտրի հետ կապված հարցեր։ Ռուբիոն ընդգծել է երկկողմ առևտրում գրանցված առաջընթացը, հորդորել ավելի սերտացնել շփումները տնտեսական ոլորտում։ Ըստ պետքարտուղարության նա նաեւ ընդգծել է համատեղ ուժերով Սիրիայում կայունությունը, միասնությունը եւ խաղաղությունը խթանելու կարևորությունը։ Անդրադարձ է եղել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում արդեն մեկ շաբաթ շարունակվող բողոքի ակցիաներին։ Մարկո Ռուբիոն անհանգստություն է հայտնել ցույցերի եւ ձերբակալությունների հետ կապված։ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայում բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել ռուսական եւ ուկրաինական օբյեկտների ցանկի շուրջ, որոնք ժամանակավորապես չպետք է ենթարկվեն հարձակումների։ Ըստ Կրեմլի հաղորդագրության դրանք են նավթի վերամշակման գործարանները, նավթա եւ գազատարները, պահեստները, պոմպակայանները, էլեկտրաէներգիայի արտադրության եւ փոխանցման ենթակառուցվածքները, ատոմակայանները, հիդրոէլեկտրական ամբարտակները։ Ռուսական կողմի տվյալով ժամանակավոր մորատորիումը գործում է 30 օր, սկսած մարտի 18-ից։ Այն կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։ Եթե կողմերից մեկը խախտի մորատորիումը, մյուսը եւս իրավունք է ստանում վարվել նույն կերպ, նախազգուշացնում են Մոսկվայից։ Երեկ Վաշինգտոնը, Կիևը եւ Մոսկվան հայտնել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել դադարեցնել կրակը նաեւ Սև ծովում։ Ռուս-ուկրաինական կարգավորմանն է անդրադարձել Դոնալդ Թրամփը հայտարարել այդ ուղղությամբ լուրջ առաջընթաց է գրանցվել։ Խոր բանակցություններ ենք վարում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ, նշել է ԱՄՆ նախագահը։ Սպիտակ տան ղեկավարը մեկնաբանել է Սև ծովում ուժի կիրառումը բացառելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը եւ հեռանկարը, որ այդ ռեժիմը կարող են վերահսկել ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ այլ երկրներ, այդ թվում Թուրքիան։ Կա հսկայական թշնամություն եւ ատելություն, այնպես որ մարդիկ կհավաքվեն, կհետևեն եւ կմիջնորդեն։ Տեսնենք կարող ենք դադարեցնել այս ամենը, թե ոչ, շեշտել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ իր վարչակազմն ուսումնասիրում է Սև ծովում հրադադար հաստատելու համար Կրեմլի պայմանները։ Խոսքը 5-6 պայմանի մասին է, բոլորը դիտարկում ենք, մանրամասնել է նա։ ԱՄՆ նախագահը նաև չի բացառել, որ Ռուսաստանը ձգձգում է Ուկրաինայում հրադադարի համաձայնությունը, սակայն համոզմունք է հայտնել, որ Մոսկվան ցանկանում է դադարեցնել պատերազմը, ինչպես Կիևը եւ նախագահ Զելենսկին։ Վաշինգտոնը Կիևին հազվագյուտ մետաղների մասին նոր մեծ համաձայնագիր է առաջարկում, հայտնել է Վոլոդիմիր Զելենսկին հավելել, դեռ բոլոր մանրամասներին չի տիրապետում։ Սակայն համաձայնագրում ատոմակայանների նկատմամբ վերահսկողության մասին խոսք չկա, ասել է նախագահը, շեշտել, Զապորոժիայի ատոմակայանն առանց Ուկրաինայի չի աշխատելու։ Իդեպ ԶԱԵԿ-ի համատեղ կամ առանց Ռուսաստանի շահագործման տարբերակը բացառում է նաև Մոսկվան։ Վոլոդիմիր Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ Վաշինգտոնը եւ Մոսկվան քննարկում են ուկրաինական տարածքների հարցն առանց Հուսով ենք Միացյալ Նահանգները կազդի Ռուսաստանի վրա, այլ ոչ հակառակը, հավելել է Ուկրաինայի նախագահը։ Նա ընդունել է, որ ուկրաինական տարածքների թեման եղել եւ մնում է ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացի ամենաբարդ խնդիրներից մեկը։ Դիանա Գասպարյան, լուրեր։